Բարև ձեզ, Factor TV հյուրը Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն է, ողջույն, պարոն Նորիկյան։ Բարև ձեզ։ Գյումրին ունեցավ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, աստվածավախ կոմունիստ, Չինաստանի կառավարմամբ է նա հիացած, բայց Հայաստանը տեսնում է միութենական պետության կազմում Ռուսաստանի և Բելարուսի ղեկավարած եւ հիացած էր, թե ինչպես է Լուկաշենկոն նստում տարբեր երկրների ղեկավարների կողքին, Գյումրին գտավ իր արժանի քաղաքապետին։ Շնորհակալություն հրավերի համար։ Ամեն դեպքում սա այն քաղաքական ուժերի ներկապնակի հետևանքն է, որին մենք ականատես ենք եղել Գյումրու ընտրությունների ժամանակ, այն քաղաքական ուժերը եւ միավորները, որոնք մրցակցում էին միմյանց հետ, դրանց հանրագումարի արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Նկատի ունեք ընտրողի կամքը սա էր, գյումրեցիների հավաքական կամքը սա էր, հա։ Քաղաքական դաշտը այլ լիներ, քաղաքական մրցակիցները այլ լինեն, քաղաքական հավակնորդները այլ լինեն, երկրում բոլորովին այլ մթնոլորտ ու տրամադրություն լիներ, կարծում եմ լրիվ ուրիշ պատկեր կլիներ։ Կես լուրջ, կես կատակ կարելի է այսպես արձանագրել, ՔՊՆ-ն այդքան լավ է կառավարում երկիրը, որ նախկիները հերթով վերադառնում են իշխանության։ Սա յուրովի նաև ՔՊ-ի իշխանության, գործունեության հետևանքն է, կարելի է այսպես արձանագրել, եւ ունենք այն, ինչ ունենք։ Ես գիտեք ինչ, ինձ դասվում այն քաղաքական գործիչների շարքին, ովքեր թիմ ընտրությունների արդյունքները չեն ֆետիշացնում, չեն գերագնահատում։ Մենք ունենք տեղական նշանակություն ունեցող ընտրությունների արդյունք, դա Աստված, որ այս ամեն ինչը ծառայեցվի Գյումրեցուն եւ Գյումրին, դա Աստված, որ Գյումրին ունենա ավելի լավ արդյունավետ կառավարում եւ մենք ի նպաստ Գյումրիի շենացման իրականացվի արդյունավետ կառավարում։ Մնացած դատողությունները եկեք ընդունենք հետեւյալը, որ Գյումրի համայնքի ղեկավարը այն անձը չէ, ով կարող է Հայաստանի քաղաքական կողմնորոշման, աշխարհակաղակական կողմնորոշման կամ Հայաստանի այս կամ այն վերազգային միավորման անդամակցության վերաբերյալ քաղաքական դատողություններ անի եւ փորձի նման ուղղորդում անել։ Այսինքն Գյումրին նա չի մտցնի միութենական պետության կազմում։ Գյումրու համայնքի ղեկավարը նման իրավասություններ չունի։ Դե Հայաստանում ինչ ասած տեղի ունեցել։ Հա, չունի, իսկ եթե լուրջ խնդիրը շատ պարզ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, եթե ընդհանրացնենք, Հայաստանի այլ բնակավայրերում եւս չունի համայնքի ղեկավար, սկսած Սյունիքից, վերջացած Լոռու մարզում, այլ մարզերում, մենք պետք է ընդունենք ի գիտություն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, հետևություններ անենք եւ փորձենք հաջորդ ընտրությունների ժամանակ ավելի առողջացված եւ ավելի կենսունակ քաղաքական թիմերի մրցակցության ականատեսը դառնանք։ Շատերն ասում են այս արդյունքներից դատելով ՔՊ-ն 26-ին իշխանությանը հրաժեշտ կտա, քանի որ Քոչարյանը, Սարգսյանը եւ եւս այսպես ոչ իշխանական տարբեր ուժեր կարող են կոալիցիա կազմել, քանի որ տեսեք ՔՊ-ի վարկանիշը իջնում է, բայց մյուս կողմից օրինակ նույն Սյունիքում հիշում եք, չէ՞։ Արուշ Արուշանյանը, Մեղրի համայնքի ղեկավարը, Սիսիան համայնքի ղեկավարը, Քաջարյան համայնքի ղեկավարը քոչարանական դիրքավորում ունեին, հետո սկսեցին Աննա Հակոբյանին դիմավորել ծաղիկներով եւ այլն, բայց Փաշինյանը հաղթեց Սյունիքում։ Եվ այն շրջանում հաղթեց Սյունիքում, երբ որ կար ընդդիմության ահազանգ, որ շուտով Սյունիքը Փաշինյանը կհանձնի Ադրբեջանին։ Գիտեք ինչ, այդ ուժերի մրցակցության դեպքում, երբ որ Նիկոլ Փաշինյանի մրցակիցները լինելու են Քոչարյանը, Սարգսյանը, նրան սատելիտ քաղաքական ուժերը, մենք պետք է ականատես լինենք եւ համակերպենք այն արդյունքին, ինչ արդյունքին, որ ականատես ենք եղել։ Այսինքն ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ մրցակցության մեջ են հայտնվել այդ ուժերի առաջամարտիկը Նիկոլ Փաշինյանն է։ Այլ հարց է, որ ես հեռու եմ այն մտքից, որ 26 թվականի ընտրությունների արդյունքների համար այս Գյումրիի ընտրությունները կարող են ելակետային ու նշանակալի դառնալ, որովհետև Գյումրիի ընտրություններով դատել Փաշինյանի հնարավոր պարտությունը կարծում եմ սխալ է, որովհետև այլ ավելի ծանրակշիռ պատճառներ կան, որ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը չվերընտրվի 26 թվականին, բայց գիտեք ինչ, 1 տարուց ավելի ժամանակ կա, չպետք է շտապել, որովհետև 1 տարին Հայաստանի Հանրապետությունում բավականին մեծ ժամանակահատված է, խորքային առումով շրջադարձային փոփոխություններ կատարելու, այդ թվում նաև քաղաքական դաշտում, ես վստահ եմ, որ
այսպես ասած սյուրպրիզներ լինելու են քաղաքական դաշտում, այնպիսի միավորումների ձևավորման առումով, որոնք կարող են ամբողջովին վերափոխել Հայաստանի Հանրապետության քաղաքական պայքարի տրամաբանությունը։ Եվ եթե գործող իշխանության մոտ առկա են արխայնությունը, որ իրենք այս քաղաքական ներկապնակի պայմաններում կարող են երաշխավորված համարել 26 թվականի իրենց վերընտրությունը կամ նախկիներ այնքան են ողջևորվել այս կամ այն տեղական ինքնակառավարման մարմիններին տարած որոշակի հաջողություններ եւ իրենց ձեռքերն են շփում հնարավոր վերադարձի առումով, կարծում եմ չարաչար սխալվելու է երկուսն էլ։ Գիտեք ինչ, անակնկալները կարող են պայմանավորված լինել, նորից եմ կրկնում, քաղաքական դաշտում անսպասելի միավորումների եւ որակապես նոր քաղաքական առաջարկի ներկայությամբ, որը կփոխի շատ-շատերի քարտը։ Քաղաքական դաշտում, հարգելի Ռոբերտ, ինչ-որ նոր կախարդական փայտիկի հետևանքով ինչ-որ նոր մարդիկ չեն հայտնվելու, այլ եղած մարդկանց տարբեր պայմանավորվածությունների քաղաքական համաձայնությունների արդյունքում հնարավոր է ձևավորվի այնպիսի քաղաքական միավոր, որը կարող է բեկում առաջացնել։ Ես այդ գաղափարի կողմնակիցն եմ եւ ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի այդպեսի, այո, դրա մասնակիցներից մեկը տեսնում եմ։ Գիտեք, հիմա շատ վաղ է այդ մասին խոսել։ Քաղաքական դաշտում կան խաղացողներ կամ նոր հավակնորդներ, կան միավորներ, որոնք իրենց համեստ ազդեցություն ունեն, բայց դրանք այդ ձնագնդի էֆեկտի գործադրման արդյունքում հնարավոր է, որ Հայաստանի Հանրապետությունում իսկապես որակապես նոր իրավիճակ կառաջանա։ Եվ դրա տարբեր ժամանակահատվածներում մենք դրանց նախադեպերն էլ ենք ունեցել, հարգելի Ռոբերտ, որովհետև գիտեք, երբեմն շատ է թմկահարվում, որ եթե դուք նվազ ձայն եք ստացել նախորդ ընտրությունների ժամանակ, ես այդ օրինակը մի քանի անգամ բերել եմ, նույն Հանրապետական կուսակցությունը 2017 թվականին շռնդալից հաղթանակ տարավ, բայց չանցած մի քանի ամիս նրանք այնպեսի խայտառակ ձևով հեռացան քաղաքական դաշտից, որը մինչև հիմա մենք զգում ենք դրա հետևանքները եւ նույնը Նիկոլ Փաշինյանը նույն Գյումրիում 2016 թվականին ԿՊ-ն որպես առանձին միավոր մասնակցելով ավականու ընտրություններին ստացավ 672 ձայն, բայց դա չխանգարեց 1 տարի անց, 1.5 տարի անց Նիկոլ Փաշինյանի նույն Գյումրիից շռնդալից հաղթանակով գալ ու Հայաստանի Հանրապետությունում ստանձնել իշխանությունը։ Շաբաթներ առաջ 17000 ձայն ստացել։ Այո, հետեւաբար այս առումով հաշվի առնելով խորհրդարանական ընտրությունների կարևորությունը, ես գտնում եմ հետեւյալը, որ քաղաքական ակտիվությունը արդեն իսկ ուրվագծվի այս տարվա սեպտեմբերից եւ քաղաքական միավորումների մասին, որոնք իսկապես հայտ կներկայացնեն եւ հավակնություն կդրսեւորեն հաջորդ իշխանության համար պայքարում, մենք կտեսնենք արդեն այս տարվա աշնանից։ Իսկ ձեզ որ ասես ուժերի հետ եք պատկերացնում։ Սպասեք գուշակեմ, առաջին նախագահի հարող ուժերից, այո։ Թե այլ հարում առաջին նախագահի։ Դե հակը նրանք էլ են խոսում էլի ուժերի համախմբումից։ Հիմա տեսեք ստեղծվել է իրավիճակ, ես իրենց հետ առանձին բանակցություններ չեմ վարել, չեմ վարում։ Իրենք էլ են խոսում դրանից։ Ես ըմբռնումով եմ մոտենում քաղաքական դաշտում հայտ ներկայացած բոլոր քաղաքական ուժերին, նրանց հավակնություններին, մենք պետք է հասկանանք մի իրողություն։ Հայաստանի Հանրապետությունում մենք ուզում ենք իշխանություն փոխվի, թե ոչ։ Մենք ուզում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, վարչակազմը պարտություն կրի օրինական ընտրությունների ժամանակ եւ իր տեղը զիջի, թե ոչ։ Մենք ցանկանում ենք, ես դա եմ ուզում, մենք ցանկանում ենք, որ նախորդ իշխանության երևելիները վերադառնան իշխանության, թե ոչ։ Մենք ուզում ենք, որ նախորդ ռեժիմը վերական դառնա, թե ոչ։ Մենք ուզում ենք ընդհանրապես Քոչարյանի դեմքով, Սերժ Սարգսյանի դեմքով որևէ քաղաքական միավորի գոյության շարունակականությունը քաղաքական դաշտում, թե ոչ։ Եթե մենք այս հարցերի պատասխանները ունենք կամ չունենք, մեզ տալիս է հնարավորություն արձանագրելու հետևյալը։ Ես կարող եմ շատ պարզ ասել, ես ուզում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի դեմքով որևէ քաղաքական ուժ չվերադառնա, միաժամանակ ցանկանում եմ, որ գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի դեմքով պարտվի եւ չվերարտադրվի, որովհետեւ
Ես դրա պատճառաբանությունները կարող եմ բազմաթիվ կետերով ներկայացնել, թե ինչու պետք է նախկիները չվերադառնան, գործողներ պետքա պարտվեն։ Նրանք են ոնց որ հիմնական դերակատարը լինելու, պարոն Օրիկյան։ Սերժ Սարգսյանն էլ 2 օր առաջ իրենց խորհրդի նիստում 35-ամյակի ՀԿ-ի դիրքավորում էր որպես իշխանությանը այսպես հեռացնող միգուցե թիվ 1 քաղաքական ուժ, իհարկե նաև չէր մոռանում այն հարցը տալ, թե ում դռանը կապել այս էշը, հայտնի բանավեճն է, ով է բերել Նիկոլին, հա, Քոչարյանի թիմի հետ է նա բանավիճում, իրեն են մեղադրում Նիկոլ Փաշինյանին բերելու մեջ, բայց ամեն պարագայում այդ այլընտրանքային կամ մադիր դաշտը ոնց որ զբաղեցրած իրենք են պահում։ Հիմա տեսեք, խնդիրը պարզ է, ես իգիտություն եմ ընդունում ձեր ասածը, բայց նաև պետք է ընդունենք հետևյալը։ Ովքեր են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, նրանք երրորդ հանրապետության ձևավորման, կայացման, գործունեության ժամանակահատվածում զբաղեցրել են առանցքային տեղ ու դիրք եւ իրենց պատկերացման նշանակալի հետք են թողել այդ 30-ամյա գործունեության ընթացքում, բայց իրենց գործունեության արդյունքը Նիկոլ Փաշինյանն է եղել, որովհետեւ իրենց կառավարման արդյունքում Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության եւ իրենց գործունեությունը ասոցացվում է Արցախի հանրապետության, Արցախյան պայքարի, Լեռնային Ղարաբաղի հանրապետության հիմնախնդրի հետ։ Կար Լեռնային Ղարաբաղ, կար Քոչարյան, կար Լեռնային Ղարաբաղի հարց, կար Սերժ Սարգսյան եւ այսպես ասած իրենք ասոցացված են այդ պայքարի այդ փիլիսոփայության հետ։ Հիմա եթե այդ խնդիրը չկա, իրենք վերադառնում են ինչ խնդիր լուծելու համար։ Վերադարձնելու Արցախի հարցը իրենք խափում են ժողովրդին, որովհետև իրենք չեն կարող վերադարձնել Ղարաբաղը, որովհետև իրենք այն մարդիկ են եղել, ովքեր ունեցել են դրա լիարժեք, բացառիկ հնարավորությունը, այնպեսի լուծում առաջարկելու եւ լուծման տանելու, որը հնարավորություն չէր տա այսպեսի ողբերգական արդյունքի հասցնելու եւ Արցախի խնդիրի եւ Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն իրենք որպես քաղաքական միավոր կամ ռեսուրս ներուժ ունեցող անձինք, որոնք կարող են նորից Արցախի խնդիրը շահարկելով կամ օգտագործելով վերադառնալ իշխանություն, պարզապես սպառված օրակարգ է եւ իրենք ուղղակի մոլորեցնելու են ժողովրդին։ Կներեք, դե ստացվում է Փաշինյանի ասած թեզն է լինելու թիվ 1-ը եւ ՔՎ-ի արժանի Ղարաբաղյան շարժում Հայաստանը այլևս չի շարունակելու։ Ես 2 տարի առաջ այդպիսի մի վերլուծություն եմ հրապարակել եւ ընդգծել եմ հետեւյալ հարցերը։ Արդյոք Արցախյան շարժումը կարող է դառնալ հայ ժողովրդին միավորող գործոն, թե ոչ։ Ինչպես միավորող գործոն հանդիսացավ 88 թվականին։ Արդյոք Արցախյան հիմնախնդրի պատճառով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև կարող է եւս մեկ պատերազմ լինել եւ երրորդ, եթե այդպիսի պատերազմ սանձազերծվի, արդյոք Հայաստանի Հանրապետությունը կհաղթի այդ պատերազմում, թե ոչ, եթե այո, ինչ ռեսուրսներով, ինչ ներուժերով եւ չորրորդ, այդպիսի ենթադրյալ հիպոթետիկ հաղթանակից հետո կլուծվի արդյոք Արցախյան հիմնախնդիրը, թե ոչ, եւ միջազգային հանրությունը կընդունի այն հաղթանակի արդյունքները, որոնց հիման վրա ենթադրենք հայկական կամ Հայաստանի վերահսկողության տակ ուրեմն կհայտնվի Արցախը։ Դատելով մեր 30-ամյա պայքարի տրամաբանությունից ես հանգել եմ այն հետևության, որ եւ դրա մասին հայտնի տեսակետներ էլ կան, որ Արցախյան հիմնախնդրում մեր մրցակիցը ոչ միայն Ադրբեջանի Հանրապետությունն էր, Թուրքիայի Հանրապետությունն էր, այլ ամբողջ միջազգային հանրությունը, ԵԱԿ-ի խմբի համանախագահները, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ իրենք 30 տարի մեզ պարզորոշ հասկացեցին, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունից դուրս Հայաստանը չպետք է դիտարկի կամ նման ակնկալիք ունենա։ Ուղղակի Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խաբեցին, մոլորեցեցին, նրանց շարունակեց Նիկոլ Փաշինյանը, այո, պատճառով դա տեղի չունեցավ։ Տեսեք, այստեղ խնդիրը Փաշինյանի սխալներն ու ձախողումները այնքան մեծ են, որոնք ուղղակի ժամերը պետք հաշվելու համար։ Փաշինյանը շարունակել է Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի որտեղ գրած քաղաքական գիծը մինչև 22 թվականին Պրագայի։ Այսինքն գործընթացը
21 թվականի Փաշինյանի նախընտրական ծրագիրը բացեք, տեսեք, ինչ է գրված, կտեսնեք, որ նույն Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գծի շարունակությունն է եղել։ Էլ չասեմ, որ առավել թունդ ոչ պիտիզականության դիրքերից էր հանդես գալիս Փաշինյանը։ Եւ թուրք լինելու մեջ բանոյը։ Մեղադրում են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնց ընկեր Վլադիմիր Պուտինը Կրեմլից ասում էր, որ Փաշինյանը դավաճան չէ։ Հիմա թող իրենք իրենց մեջ պարզեն, ով է դավաճանը, ով է հայրենիքը վաճառել, ով է ինչ քայլեր իրականացնել։ Խնդիրը դրա մեջ չէ։ Խնդիրը այդ հարթության մեջ թե քաղաքական դաշտում իրար անվանարկելու, պիտակավորելու։ Խնդիրը հետեւյալն է. ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը ներկայումս եւ առաջիկա ժամանակահատվածում կարող է դիտարկել Արցախյան հակամարտության շարունակությունը եւ եթե այո, ինչ սպասելիքներ ու ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը։ Ես գտնում եմ, որ պետք է անկեղծ լինենք մեր ժողովրդի հետ, չխաբենք մեր ժողովրդին եւ ընդգծենք հետեւյալը, որ տեսանելի ապագայում նման խնդիր չի կարող դրվել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում։ Թող ինձ մեղադրեն իշխանամետ մեկնաբանության մեջ, ստացվում է ձեր ասածից նաեւ Փաշինյանն է ամենաանկեղծը ժողովրդի հետ, որովհետև մեր արժանապատվությունը, ասում է Ղարաբաղյան շարժումը մենք չպետք է շարունակենք, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչենք, այսօր էլ ասում են, որ նոր սահմանադրության մեջ պետք է անկախության հռչակագրին հղում չլինի, ԼՂՀ վերամիավորման դրույթն է նախատեսում, հա, այդտեղ նշանակում է իրականությանը մոտ մեկնաբանությունը Փաշինյանին է։ Հա, պարոն Օրգյան։ Դուք խոսում եք մի մարդու մասին, ով ասում էր Ղարաբաղը Հայաստանն է եւ վերջ, ով խոսում էր 2020 թվականի օգոստոսի 10-ին Սևերի պայմանագրի ստորագրման 100-ամյակի անջատում հանուն փրկության, ով, չգիտեմ, Թուրքիային էր նոտա հղում, ով խոսում էր պատմական Հայաստանի ուրեմն վերադարձման մասին։ Չէ, մեկ վարքան, չէ, դեմագոգիան քաղաքական դաշտում պետքա վերջ, չափ ու սահման պետքա ունենա։ Պետքա պարտված բոլոր առումներով ձախողված քաղաքական առաջնորդը ընդունի սեփական սխալները, սեփական սխալների արդյունքում հասցված վնասների չափը դուք ճիշտ բանաձև եք ասում եւ հիմա գիտեք ինչ բայց Փաշինյանը ասում է Ղարաբաղյան շարժումը մենք փակում ենք Քոչարյանը չեն ասում չեն համարձակվում այդպիսի բան ասել ասում են հա սիրելի արցախցիներ ձեզ կարող ենք հետ վերադարձնել ձեր տուն բայց կարճենք նոյեմբերի 9-ի հայտարարությունից նորից եմ կրկնում նախ այսպես ասած Ղարաբաղյան շարժում հասկացությունը այնքան անկալունակ է, որ նախ բացել փակելով չի պայմանավորված, էլ ինչ որ մեկը չի բացել, որ փակել, որ Փաշինյանն էլ չուզենա նորից բացի։ Սա կոնկրետ աշխարհակաղակական իրողություններով պայմանավորված, ուժերի հաշվեկշռով պայմանավորված, այնպիսի իրավիճակ է, եւ եթե մեր տարածաշրջանում ստեղծվի այնպիսի մի իրադրություն, որ նորից անհրաժեշտ լինի բացել Արցախյան շարժումը, ես դες հավաստիացնում եմ Փաշինյանի կարծիքը շատ քչերին կարող է հետաքրքրել, որ Ղարաբաղյան շարժումը պետքա բացել, թե պետքա փակել։ Կներեք, այսպեսի սադրիչ հարց տամ։ Եթե Ղարաբաղյան շարժման բացելը բխի Հայաստանի ռազմավարական շահերից ինչ-որ մի փուլում, ես չեմ ասում դրա մասին, հնարավոր է թե ոչ, բայց ենթադրենք, ինչ է, ինչ-որ պետք է ասեն, չեմ բացում, այսպես չի խնդիրը պետք դնել։ Խնդիրը պետք է դնել հետևյալը. Հայաստանը որպես արդյունավետ պետություն դառնալու է թե ոչ, Հայաստանը որպես պաշտպանական այնպիսի համակարգ ունեցող երկիր, որը իզոլե է լինելու լուծել իր առջև ծառացած մարտահրավերները դառնալու է, կայանալու է թե ոչ, եւ ըստեղ քաղաքական մանիպուլյացիա է, որ Արցախյան շարժումը բացվում է, փակվում է, ինձ համար պարզ է, որ Փաշինյանի այդ ուղերձները ուղղված են ադրբեջանական հանրությանը, ուղղված են նաև միջազգային հանրությանը, որ ժողովուրդ մենք օքեյ ենք այն ստատուս քվոյի հետ, մենք որևէ խնդիր չենք բարձրացնելու, որևէ պահանջ չենք ներկայացնելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք եւ մեզ պետք է խաղաղություն, այս ամեն ինչը հասկանալի է Փաշինյանի պրիզմայով,
Բայց մենք պետք է հասկանանք հետեւյալը, արդյոք մենակ Հայաստանով է պայմանավորված տարածաշրջանի անվտանգային ճարտարապետությունը։ Ես հեռու եմ այն մտքից, որ միայն Հայաստանով է պայմանավորված։ Կրկնում եմ, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ կարող է այնպիսի քաղաքական կատակլիզմներ առաջանալ, օրինակ դուք երբևէ հիպոթետիկ պատկերացնում եք Ադրբեջանում հնարավոր հեղափոխության բռնկումը ընդդեմ Ալիևի վարչակազմի։ Ասենք Ալիևի հետ Ալիևյան Ադրբեջան երբևէ պատկերացել եք, դուք ունեք որևէ մասնագիտական վերլուծություն։ Տեսեք, կնքվի խաղաղության պայմանագիր, կոնֆլիկտը իրապես մարի, սկսվի առևտուր, ինչ որ ենթադրենք հարաբերություններ վերականգնում, այդ դեպքում հնարավոր է, որովհետև այդ հայերի դեմ թշնամանք ինքը օգտագործում են որպես վառելիք նաև սեփական իշխանության, չէ՞։ Այո, դե հիմա մի հատ խնդրում եմ։ Դե բա ինչու պետք է խաղաղության համաձայնագիրը ստորագրի, որ դա տեղի ունենա։ Ախր այս 4 տարի ես եմ խոսում, ասում եմ, խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու։ Այդ Փաշինյանն է խաղաղության պայմանագրի այդ գաղափարը ծախում է ժողովրդի վրա, մանիպուլացնելով մոր ժողովրդին, երեք էլ հայտարարում էր, որ պատերազմ չի լինելու, Հայաստանն ու Ադրբեջանը իրար հետ խաղաղության պայմանագիր են կնքելու, այսինքն այս 4 տարի ես դա եմ ասում, ժողովուրդ Ադրբեջանը այն պետությունը չի վարում են քաղաքականությունը, որից կարելի է ենթադրել, որ հեսա Հայաստանի հետ կնքելու է խաղաղության պայմանագիր։ Շատ պարզ պատճառաբանությամբ, նույնիսկ եթե ամենավերջում ստանա ամեն ինչ ուզում է, միայն այն հանգամանքը, որ ձեր ասած հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները կարող են հանգիստ առևտուր անել, դա հզորացնելու է, չէ՞ Հայաստանին։ Ադրբեջանի ձեռնտու չէ հզոր Հայաստան։ Իր կողքին ապրող մի հարևան, որը իրենից լավ է ապրում, իրենից բարեկեցիկ է, թեև ունեցած սակավ ռեսուրսներին։ Ադրբեջանը այդպիսի շռայլություն թույլ չի տալու մեր նկատմամբ։ Ճիշտ հակառակը, Ադրբեջանի վարվող քաղաքականության հիմնական նպատակը, վերջնական նպատակը մեզ ոչնչացնելն է։ Եթե մենք այսքան բան չենք հասկանում, ուրեմն մենք իսկապես մենք մեր տեղում չենք։ Այլ հարց է, որ այս խաղաղության գաղափարը Փաշինյանը ծախում է մեր ժողովրդի վրա, եւ մեր ժողովուրդը գնում է այդ գաղափարը, որովհետեւ հասկանալով հանդես որ խաղաղությունը մեզ պետք է, բայց այդ քաղցր սուտը ընկալում է որպես փաստացի իրականություն։ Կամ մի ուրիշ բան էլ կա, նա այլընտրանք չի լսում պարոն Օրիկյան, կամ էլ լսում է այնպիսի այլընտրանք։ Իսկ խաղաղության այլընտրանքը որը պետք է լինի։ Չէ, տեսեք, Փաշինյանի ասած խաղաղությունը կարող է լինել, կարող է չէ, այսինքն այդ համաձայնագիրը 17 կետ համաձայնեցված կարող է ստորագրվել, կարող է չէ, դա գուշակության եւ տարբեր վերլուծությունների արդյունք կարող է լինել, բայց օրինակ մեր ԱԺ ընդդիմությունը դրա փոխարեն գործնական, այսպես շոշափելի ինչ է առաջարկում, ինչ է նշանակում, ասենք, արժանապատիվ խաղաղություն կամ կարճել նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Ինչ որ դուք ուրիշ խաղաղության պայմանագրի այլընտրանքը ո՞րն է։ Դուք մտածում եք հաջորդ իշխանությունը Ադրբեջանի հետ չպետք է վարի խաղաղության պայմանագիր կնքելու մասին բանակցություններ։ Ընդդիմությանը գալու են արժանապատիվ դիրքերից բանակցելու Պուտինի հետ անկեղծ պետք է խոսեն։ Երբ որ այդ մարդիկ խոսում են այդ դիրքերից, երբ որ խոսում են այդ մարդիկ, երբ որ այդ մարդիկ խոսում են նման խոսույթով, այդ մարդկանց բերաները պետք է փակել, որովհետև այդ մարդիկ Նիկոլին նախորդող իշխանությունն են եղել 20 տարի, 30 տարի, ոչ ոք իրենց ձեռքը չի բռնել, որպեսզի իրենք արժանապատիվ բանակցություններ վարեին Ալիևի հետ եւ հասնեին հաջողության, հասկանում եք։ Դուք հիմա հղում եք անում, վկայակոչում եք որոշ ուժերի, որոնք իրենց գործունեությամբ ձախողվել են, ձախողված են եղել, նրանց ձախողման հետևանքն է Նիկոլ Փաշինյանը, այսինքն հիմա դուք հղում եք տալիս մի քաղաքական միավորի սեգմենտի, որոնք իրենք ուղղակիորեն պատասխանատվություն են կրել Արցախի հակամարտության կարգավորման ձախողման հետ, իրենք որ չձախողվեին, Նիկոլ Փաշինյանը չէր գա իշխանության, հիմա իրենք մեկը մյուսի նկատմամբ իրար հետ գտնվելով գզվրտոցի մեջ, մեկը մյուսին մեղադրելով ամենածանր մեղադրանքների մեջ, իրենք ամբողջ քաղաքական դաշտի օրակարգը զավթել են ու զավթացել պահում են։ Ստեղ է խնդիրը, որտեղ այլ օրակարգ դուք չեք կարող լսել։ Օրինակ, իհարկե Ադրբեջանի հետ պետք է բանակցություններ վարել, հնարավոր պատերազմից խուսափելու համար եւ հնարավոր խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Հնարավոր է։ Ես տեսնում եմ դրա հնարավորությունը։ Իհարկե, դա կախված է լինելու բանակցությունների ընթացքում քո խոսույթի տոնայնությունը շեշտադրումը կախված է լինելու քո ունեցած ռեսուրսից, քո ունեցած հնարավորությունից եւ քո ունեցած լեգիտիմությունից եւ աշխարհանկալման տեսանկյունից քո դրսեւորած վարքագծից, թե ինչպիսի պատկերացում դուք ունենաս եւ ինչպիսի քաղաքականություն դուք կվարես Ռուսաստանի հետ, Թուրքիայի հետ, արևմտյան երկրների հետ եւ ինչպիսին կլինի աշխարհաքաղաքական կենտրոնների ընկալումներն ու ակնկալիքներն ու սպասելիքները քեզանից ու քո տարածաշրջանից։ Լսեք,
5 տարի առաջ Թուրքիան լրիվ այլ տոնայնությամբ էր խոսում մեր ռեգիոնում, հիմա բոլորովին այլ տոնայնությամբ է խոսում։ Մինչև 2022 թվականը Ռուսաստանը լրիվ այլ տոնայնություն ուներ տրամադրվածություն, ուկրաինական պատերազմից հետո ուրիշ էր։ Սպիտակ տան ուրեմն փոփոխությունը դուք մի հատ նայեք Բայդենյան վարչակազմի եւ Թրամփյան վարչակազմի Իրանում ընթացող process-ները, Սիրիայում տեղ ունեցած վերջին փոփոխությունները, այսինքն սրանք որակապես փոխել են, չէ՞, աշխարհընկալումներն ու աշխարհում խաղի կանոնների հաստատման մոտեցումները։ Շատ հնարավոր է, որ Հայաստանի հաջորդ իշխանությունը ղեկավարի այնպիսի ժամանակահատվածում, որտեղ պատկերացումները լրիվ այլ կլինեն։ Ես գիտեք ինչ, քանի որ այսպեսի թեմա եք բացել, Ռոբերտ, ես եկեք մինչև վերջ անկեղծ բացվենք։ Երբևիցե հայ քաղաքական միտքը հաշվարկել է, թե ընդհանուր առմամբ հնարավոր է գտնել եզեր, որտեղ Հայաստանի ու Ադրբեջանի ռազմավարական նպատակներն ու շահերը ինչ որ հարցերի շուրջ կհամընկնեն։ Հնարավոր է գտնել ինչ որ քայլեր, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմավարական նպատակներն ու շեշտադրումները երբեք չեն համընկնի։ Մենք հաշվարկել ենք, թե որ միավորները, որ մոտեցումները մեզ կարան մոտեցնեն եւ որ խնդիրներն ու քայլերը երբեք մեզ չեն կարող մոտեցնել։ Այսինքն ինչի շուրջ մենք կարող ենք Ադրբեջանի հետ համաձայնության գալ եւ ինչ հարցերի շուրջ երբեք համաձայնության չեն գա։ Այստեղ կարող ենք մենք դիտարկել Վրաստանին այս գործընթացում ներգրավելու հնարավորություն։ Ընդհանրապես անդրկովկասյան, ես միտումնավոր չեմ նշում հարավկովկասյան, անդրկովկասյան պլատֆորմի ձևավորման հեռանկարը, այսինքն անդրկովկասյան մինի եվրոպական միություն ձևավորելու հեռանկարը կարող ենք քննարկել։ Հնարավոր է այդ քննարկման ժամանակ մասնակից դարձնենք նաև այլ պետությունների։ Չգիտեմ, պետքա քննարկել, պետքա հաջորդ սերունդերի համար ինչ-որ սերմ տալ, մտածել, թե մենք ընդհանրապես պետքա ինքներս մեզ դատապարտենք այն իրողության, որ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ մշտապես հակամարտելու ենք միմյանց հետ։ Տեսեք, դուք նոր բան եք ասում եւ շատ չհնչեցված, ես իհարկե էլի լսել եմ այդ երեք պետությունների համագործակցությունը տնտեսական, էներգետիկ տարբեր, քաղաքական հարցերում, բայց մեր քաղաքական դաշտում շատ մինչև հիմա էր իդեպ մոդայիկ է ֆիդայականությունը, այսինքն այսպես ամրանալ բերթերում, լեռներում, կղզի դառնալ, ամրոց դառնալ եւ պատերազմել բոլոր հարևանների հետ։ Բերումով հարգելի Ռոբերտ։ Հրավիրել հողահավաք կազմակերպել, այսինքն ձեր ասած բանը մեր քաղաքական դաշտում համարյա հաշված էլ չի, այսինքն դրա ազդեցության գնահատական արված չի, դա հնարավոր է թե չէ, որովհետեւ ձեր ասածը դասական դավաճանական բանաձև է։ Հասկացաք, չէ՞։ Հասկացա, բայց տեսեք խնդիրը հետևյալն է։ Երբ որ ես նայում եմ նաև առանձին արևմտամետ կուսակցությունների առաջնորդների, տարբեր փորձագիտական խմբերի, որոնք հնարավորություն են տեսնում ապագայում միջինասիական էներգետիկ ռեսուրսները Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա մղելու հնարավորությունը, տեսնում ենք նաև Միջանցքի գաղափարն է անընդհատ դրված շրջանառության մեջ։ Ես չեմ զլացել նաև ամբողջովին ուսումնասիրել եմ այդ ամբողջ Միջանցքի տրամաբանությունը եւ դիտարկել եմ Հայաստանի դրա որպես միջոց տրանզիտ երկիր դառնալու հեռանկարներն ու հնարավորությունները։ Ժողովուրդ, դա հնարավոր է մի դեպքում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ կոնֆլիկտ չունեն, որպեսզի միջինասիական էներգետիկ ռեսուրսները գնան Հայաստանով Եվրոպա, դա հնարավոր է մի դեպքում, երբ որ Հայաստանն ու Ադրբեջանը ավարտած կլինեն միմյանց մեջ պատերազմ, ավարտած կլինեն միմյանց մեջ տարածքային կոնֆլիկտը։ Երբ որ ես խոսում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին, դա չի նշանակում, որ ես մոռանում եմ Արցախի ժողովրդի, Արցախի վերադառնալու հնարավորության մասին, անհրաժեշտության մասին, քաղաքագիտական բոլոր գրված ու չգրված կանոններով դրա պահանջվածության մասին։ Ամբողջ խնդիրը հետևյալն է, եթե մենք Ադրբեջանի հետ պետք է կարգավորենք հարաբերությունները, օրինակ հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ քաղաքականություն է վարում։ Այսօր առաջինական պարլամենտում ինքը առաջին անգամ խոստովանեց, որ ինքը դեմ չէ, որ մեր սահմանադրության մեջ կողմ է, ոչ թե դեմ չէ։ Հա, կողմ է, որ չլինի, ճիշտ է, մեր հռչակագրին։ Հիմա տեսեք, 2 տարի ինչ էր ժողովրդին ծամծամում։ 2 տարի առաջ ասել ժողովուրդ ջան, ես
կողմ եմ, որ մեր սահմանադրության մեջ հռչակագրի ուրեմն այդ դրույթներից կամ հիշատակումը չլինի, հա, 2 տարի առաջ ասել։ Այսինքն Փաշինյանը այսօր վարում է, 10 օր առաջ եմ այդ մասին խոսել, հիմա վերահաստատում եմ, որ Փաշինյանը հիմա վարում է Ալիևի պահանջները աստիճանաբար իրականացնելու, իրագործելու քաղաքականություն։ Մենակ թե Ադրբեջանը հանկարծ պատերազմ չսկսի, բայց դրա երաշխիքը չի տալիս Փաշինյանը, որ եթե ես սա էլ անեմ, Ադրբեջանը պատերազմ չի սկսելու։ Ալիևն ասում էր, եկեք Մինսկի խումբը լուծարենք, Հայաստանը թող փոխի սահմանադրությունը եւ վերջ։ Կստորագրենք կոնցեպտուալ սխալ կա ստեղ, Ռոբերտ։ Մինսկի խումբը Հայաստանն ու Ադրբեջանը չեն ստեղծել, որ իրենք էլ լուծարեն։ Փաշինյանն էլ կնեք 2 օր առաջ առաջարկեց խաղաղության համաձայնագրի ստորագրման օրը եւ պահին դիմում գրել Մինսկի խմբի լուծարանը։ Ամբողջ խնդիրը հետեւյալն է, ձեզ կարող եմ պատասխանել, կներեք, դուք ով եք, որ մենք լուծարվենք կամ չլուծարվենք։ Դուք ով եք։ Հայաստանից դա է պահանջվում, ըստ էության դիմում գրել, Ադրբեջանն է պահանջում։ Հիմա տեսեք, խնդիրը հետեւյալն է, երբ որ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահությունը կամ ԵԱԿ Մինսկի խումբը ձևավորվել է, այդտեղ լրիվ ուրիշ խաղացողներ են, լրիվ ուրիշ հետապնդող շահեր, հետապնդող պետություններ են, այնտեղ կարող են այդ շահերը հիմա ոչ միայն իրար հետ չեն համընկնում, այլև հակադրության մեջ են։ Ռուսաստանը այլ պատկերացում ունի, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, շատ հնարավոր է, որ լրիվ այլ պատասխան մենք ստանանք։ Այսինքն ճիշտ եք ասում, Ադրբեջանի ուզածը դա է, Նիկոլն էլ կատարում է, չէ՞, Ադրբեջանի այդ ուզածը։ Ասում են, եթե կոնֆլիկտ չկա, իմաստը ո՞րն է այդ խումբը պահել։ Առերևույթ դա թվում է տրամաբանական պատասխան, որտեղ իրականում եթե կոնֆլիկտ չկա, ինչի համար է պետք որևէ միջազգային կառույց, որը պետքա զբաղվի ինչով կոնֆլիկտ չունեցող խնդրով։ Չկա կոնֆլիկտ, բայց կա նման խումբ, իմաստը։ Իմաստ չկա։ Այդպես են ասում իշխանությունը։ Բայց մեզ ուրիշ խնդիր է հետաքրքրում եւ անհանգստացնում։ Խնդիրը ԵԱԿ Մինսկի խմբը չէ, խնդիրը հետեւյալն է, երբ որ դու տվեցիր այդ համաձայնությունն, Ադրբեջանի հերթական պահանջները մի հատ ինվենտարիզացիայի ենթարկեք եւ մի հատ հասկացեք, Ադրբեջանը դրանով սահմանափակվում է, այ որտեղ է գրված, որտեղ պետքա գրվի, որ եղբայր այս խնդիրը լուծելուց հետո Ադրբեջանը այլևս որևէ այլ պահանջ ներկայացնելու իրավունք չունի, որտեղ Ադրբեջանի պահանջները, երբ որ դուք լսում եք, 300,000 ադրբեջանցի, Սյունիքով Միջանցք, ռեպարացիաներ, ուրեմն Արցախյան առաջի պատերազմի հանցագործների հանձնել, ճակերտավոր մնացած 1000 կիլոմետրանոց դելիմիտացիայի դեմարկացիայի խնդիրը։ Այսինքն չկա երաշխիք, որ փոխելու պարագայում սահմանադրություն, դա չի իհարկե, դա ուրիշ բան կստացվի, դա կստացվի մի բան, որ Հայաստանը ընդունում է մի հայ ժողովուրդը ընդունում է մի սահմանադրություն, որը իրեն պարտադրել է Ադրբեջանը։ Սրանից մեծ նվաստացում եւ արժանապատվության ոտնահարում էլ որտեղ կա։ Հայաստանի հաջորդ իշխանությունը, կրկնում եմ, պետքա վարի Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ, բայց պետք է փոխի եւ պետքա շատ հնարավոր է փոխի այդ սահմանադրությունը, շատ հնարավոր է փոխի այդ հնարավոր։ Չէ, ես իմ կարծիքը հայտնի է այդ առումով, ես միշտ ասել եմ, ասում եմ, Փաշինյանի օրոք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չպետք է փոխվի։ Նախ ինքը կորցրել է լեգիտիմությունը, այս իշխանությունը չունեն այլևս այն քաղաքական աջակցությունն ու համակրանքը, վստահությունը, որը ունակ լինի իրեն Հայաստանի Հանրապետությունը որակապես նոր սահմանադրություն ընդունելու, եւ երկրորդը Հայաստանի հաջորդ իշխանությունը պետք է հանդես գա նման նախաձեռնության, որակապես նոր սահմանադրություն ընդունելու, ընդ որում շեշտը դնելով ոչ թե հռչակագրին, այլ կառավարման համակարգին, մասնավորապես վերականգնելու կիսանախագահական կառավարման համակարգը եւ հստակեցնելու օրենսդիր, գործադիր դատական իշխանությունների ուրեմն լիազորություններն ու իրավասությունները, այլ հարց է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բոլորովին այլ փիլիսոփայություն է անհրաժեշտ որդեգրել։ Մի հարցելու ավարտենք, դուք եթե ընդգրկված լինեք նման սահմանադրության նախագծի մշակման մեջ կամ ենթադրենք դուք կառավարող թիմի անդամ եք ու մորոք սահմանադրության նոր նախագիծ է գրվում, շատ հստակ անկախության հռչակագրին հղումը կթողնեք նախաբանում կամ որևէ այլ կերպ, լավ գիտակցելով, որ Ադրբեջանը թողնելու պարագայում ասելու է փոխեք, որ ստորագրենք սահմանադրություն նոր այսպես խաղաղության համաձայնագիր։ Ես այդտեղ օրիգինալ չեմ,
եւ հստակ արձանագրում եմ հետեւյալը. Ադրբեջանը այն պնդում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում արկա է ամրագրում այն մասին, որը ենթադրում է տարածքային պահանջ, որևէ աղերս չունի իրականության հետ եւ շատ պարզ ասեմ, հնարավոր է, որ այդ անկախության հռչակագրի դրույթը փոփոխության ենթարկվի կամ մնա նույնը, բայց դա միայն այն հանգամանքը, որ դա արվում է Ադրբեջանի պահանջով, ես կատեգորիկ դեմ եմ։ Եթե պետք է այդ փոփոխությունը արվի Ադրբեջանի պահանջով, ես համաձայն չեմ։ Փաշինյանն էլ է ասում, մենք Ադրբեջանի պահանջով չենք դահանում, այլ գիտակցում ենք, որ առանց որ անկախության հռչակագիրը անկախ հանրապետություն Հայաստան չունենալու մասին է։ Ես դրա հանում ենք, որ ունենանք անկախ հանրապետություն։ Եկեք դա արձանագրենք հետեւյալը, որ այնինչ կապված է Փաշինյանի հետ, անձի հետ, նրա փիլիսոփայության հետ, դա ասոցացվում է Արցախյան 44-օրյա պատերազմում տարած մեր ծանրագույն պարտության հետ եւ դրանից հետո Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների փիլիսոփայությամբ է պայմանավորված նրա անձը, ոչ թե ինքը փոխի իր դեմքը, թող ինքը պահպանի իր դեմքը, բայց ինքը փոխվի, որպես վարչապետ իրեն փոխարինող գա, որակապես նոր իշխանություն, նոր դեմքով, նոր փիլիսոփայությամբ, նոր արժեքային համակարգով, որը նոր շունչ կտա Հայաստանի Հանրապետությանը։ Ի վերջո, ժողովուրդ ջան, մենք պետք է համակերպենք այն մտքի հետ, որ Նիկոլ Փաշինյանը անցողիկ քաղաքական ֆիգուրա, ինչպես որ անցողիկ են եղել Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լեոն Տեր-Պետրոսյանը։ Անցողիկ են նույնիսկ մենք բոլորս։ Հետաբար պետք է մենք նորմալ ընդունենք, որ եկել է Փաշինյանին փոխելու ժամանակը, եկել է Հայաստանի Հանրապետությունում նոր իշխանություն ձևավորելու ժամանակը եւ մեր ժողովուրդը անպայման 2026 թվականին պետք է ամեն ինչ անի, ուրեմն պահանջարկ ձևավորի, ստեղծի այդ օրակարգը, որպեսզի եւ Փաշինյանը հեռանա եւ Քոչարյանը Սերժ Սարգսյանի հետ միասին չվերադառնա։ Նախընտրական քարոզչության նմանվեց ուղիղ մի տարի հետո։ Ձեզ կհրավիրենք, ենթադրում եմ Հայաստանը կերա նախընտրական իրավիճակներում։ Կարծում եմ քաղաքական գործչի կամ քաղաքական կուսակցության ղեկավարի ցանկացած ելույթ իր մեջ որոշակորեն նաեւ PR-ի էլեմենտ է պարունակում։ Շնորհակալ եմ պարոն Նորեկյան Factor TV գալու համար, հյուրընկալել ենք Նորայք Նորեկյան։